Տարիներ առաջ Հայաստանում ծնեբեկը շատերի համար գրեթե անհայտ մշակաբույս էր։ Այն հազվադեպ էր հանդիպում թե շուկաներում, թե խոհանոցներում, սակայն այսօր պատկերն ամբողջությամբ փոխվել է։ Ծնեբեկը ոչ միայն լայն տարածում է գտել, այլև դարձել է խոհարարների, առողջ սնունդ նախընտրողների եւ համեղ ուտել սիրողների առօրյայի անբաժան մասը։ Այս փոփոխության ճանապարհին իր զգալի ներդրումն ունի Ծնեբեկ արտադրողների միության նախագահ Դավիթ Դավթյանը, ով տարիների ընթացքում կարողացել է համախմբել ոլորտի ներկայացուցիչներին, խթանել արտադրությունը եւ նպաստել Ծնեբեկի մշակույթի զարգացմանը Հայաստանում։ Այսօր տեղի ունեցավ Ծնեբեկ արտադրողների միության գյուղատնտեսության զարգացման հասարակական կազմակերպության բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, գյուղատնտեսներ, գործընկեր կազմակերպությունների անդամներ եւ հյուրեր։ Իր բացման խոսքում Դավիթ Դավթյանը նշեց, որ ամեն անգամ նոր շուկա բարձրանալիս հասկանում են, մթերք չկա։ Դժվար է լինելու եւ հողի մեջ ներդրում անեն եւ լոգիստիկ կենտրոն եւ այլն, սա մեծ ներդրումներ է, իսկ 1-2 հեկտար մշակողի համար սա հասանելի չէ։ Դրա համար մենք որոշեցինք հիմնել միությունը, մեծ լոգիստիկ կենտրոն կառուցել ու ամբողջականացնել, միացնել մեր ռեսուրսները։ Նրա խոսքով իրենք սկսել են մասշտաբային մեծ աշխատանք։ 1 տարվա ընթացքում, մաքսիմում 2 տարվա 100 եւ ավել հեկտար ծնեբեկ է մշակվելու, որը շատ մեծ բարձրարժեք մթերք լինելու արտահանման համար եւ դա լինելու է սկիզբը։ Իր գործընկեր Արամ Վերդյանը, որ Արցախից բռնի տեղահանումից հետո նույն աշխատանքով զբաղվում է այստեղ, նշում է, շատ կարևոր է, որ Ծնեբեկը համախմբում է բոլոր ուժերը։ Ես տեսնում եմ պոտենցիալը Ծնեբեկի արտադրության մեջ, քանի որ բնակլիմական պայմանները թույլ է տալիս, նաեւ աշխարհագրական մեր դիրքը իրացման հետ կապված։ Ես պատկերացնում եմ 5 տարի հետո արդեն բավականին մի քանի տասնյակ տոննա արտադրանք արտադրում եմ ու նաև Ծնեբեկի միության հետ ընդլայնվել ենք մեր աշխարհագրությունը, թեկուզ սենց մի քիչ ամպագորգոր չթվա, արդեն մեր դաշտերը ամբողջությամբ թվային գյուղատնտեսության գործիքներով ենք վերազինվել, որ թեկուզ որ սպառողը կարա տեսնա մեր դաշտերում ինչա կատարվում, ինչ ջերմաշրջան կա, ոնց ենք ջրում եւ այլն եւ այլն։ Միջոցառմանը ներկա էր նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ով նշեց, որ ասոցիացիայի ստեղծումը համագործակցության արդյունք է։ Կարող ենք ընդգծել, որ Ծնեբեկի արտադրության խթանման ուղղությամբ այս ծրագիրը իր արդեն պտուղներն է տալիս եւ սա մեծ ուրախությամբ եւ հպարտությամբ եմ արձանագրում։ Դավիթ Դավթյանը մեծ հետ զրույցում նշեց, որ գյուղատնտեսության չզարգացման հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մեր հողակտորները մասնատված են եւ իրեն գեներացրել են մի գաղափար, որի արդյունքում էլ ՄԱԿ-ի կանանց տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում ներառվել են նաեւ կանայք։ Մենք մի գործ ենք սկսել 35 կնոջ տնամերձում Բաքվի հողամասում 300-400 քառակուսի մետր ընդամենը մենք տրամադրում ենք սացիլներ եւ մենք տրամադրում ենք մասնագիտական գիտելիքներ, իսկ արդյունքները ամփոփելու ենք 1-2 տարի հետո եւ մենք ցույց ենք տալու, որ նույնիսկ ամենաանարդյունավետ համարվող փոքր հողակտորում այս մշակաբույսը կարողանում է լուրջ թվեր ապահովել։ Ծրագրի շահառու Գայանե Ծատուրյանը ստացել է 1000 սացիլ եւ որոշել, իրենք էլ պետք է ներդրում կատարեն եւ հազարն էլ իրենք են ներդրել։ Այս ամենի հետ իրենք մեծ հույսեր են կապում։ Հիմա արդեն սկսել ենք մշակել։ ՄԱԿ-ի ծրագրով իրանք մեզ տրամադրեցին 1000 սացիլ, տեսանք, որ ինքը հեռանկարային գործ է ու որոշեցինք ինքներս ներդրում անենք մեր հողակտորում, նորից զարգացնենք այդ գործը։ Այս տեմպը պահպանելու դեպքում Ծնեբեկը տարիներ անց կդառնա հայկական խոհանոցի անբաժան մասնիկներից մեկը։